Նախ սրտան շնորհավորում եմ սենյոր Հաչատուրին, սրտան շնորհավորում եմ Նոբելյան մրցանակի շնորհող կոմիտեին եւ համայն պարզ բանականության ունեցող մարդկությանը, որ cheating-ով գոլֆի չեմպիոն դարձած մարդը չստացավ բան, ցավում եմ նաև ոչ հեռատես քայլերի համար, որոնք նաև մեր կառավարությունը արեց առաջադրելով, երևի թե այսքանը։ Գիտեր, չգիտեր դա կապ չունի։ Ես ամենասկզբից մենք ասում էինք Տերյան Վրթել Արմենի հետ, որ իր Նոբելյան մրցանակի ստանալու պատճառը այն է, որ ինքը ուզում է Բարակ Օբամայից անցնի։ Մարդ, ով Պաշտպանության նախարարությունը վերանվանում է պատերազմի նախարարություն, խաղ բանակցությունների ընթացքում ընդհատումը եւ կոնտրագենտին խաբելով ռմբակոծումը, մարդ, ով հնարավորություն ունի կանգնեցնել Ուկրաինայում մարդասպանությունը, բայց շարունակում է ծապտալով դիմավորել ռազմական հանցագործի իր երկրում, կարմիր խալի ափռում եւ այլն, ինքը Նոբելյան մրցանակից պետք է լինի շատ հեռու։ Այսինքն առավել եւս խաղաղության։ Կարելի է իրեն բան տալ, վատ հումոր չէ, մաթեմատիկայից։ Բայց կակրած չկա, Գազայում կարծես թե կանգնեցվել։ Գազայում ինքը ոչինչ չի կանգնեցրել, Գազայում ինքը իր առաջարկները ամբողջությամբ էթնիկ զտման մասին էին։ Գազայում կանգնել է, որովհետև Իսրայելը սպառվել է, որպես ռազմական ուժ, որպես բան։ Գազայում կանգնել է, որովհետև ամբողջ աշխարհը բացառությամբ Իսրայելի, ԱՄՆ-ի, երևի Հյուսիսային Կորեայի, չգիտեմ ինչ որ տենց շատ փոքր երկրներից անկեր 7 երկիր, որոնք պաշտպանեցին Իսրայելի դիրքորոշում, բայց ամբողջ աշխարհը ճանաչել է Պաղեստին որպես անկախ պետություն 1967 թվականի սահմաններով։ Եվ եթե Իսրայելը չկանգներ եւ շարունակի, ինքը արդեն իսկ խնդիր ունի արևմտյան ափի օկուպացիայի տակից դուրս գալու եւ եւս մեկ էթնիկ զտում եւ փաստացի ցեղասպանություն, դա մի տեսակ նույնիսկ բանի համար է շատ։ Դրա համար որ ուշադրություն դարձնեք վերջի ճառը երեկվա, եթե չեմ սխալվում, թե 2 օր առաջվա Տրամփին ուղիղ հարցնում են երկու պետություն, ասում է ես չգիտեմ, ես չեմ խառնվում, ոնց կորոշեն, տենց կլինի։ Այսինքն արդեն դե Իրան էլ են երևի զեկուցել են, ասել են չես կարող ամբողջ աշխարհի դեմ դուրս գաս։ Դե պարզ։ Նետանյահուն ռազմական հանցագործ է, Իսրայելի գործած էթնիկ զտումը եւ փաստոցի ռազմական հանցագործում, որտեղ խաղաղ բնակավայրի ամբողջական ոչնչացումը, հպարտության բարձրակ շենքերի տրամադրությունը, համալսարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ոչ թե մսկիթներ, եկեղեցիներ, որոնք 4-րդ 6-րդ դարից գործ ունեն, ոչնչացված են բանարած, դա ինչ է։ Սենց դեպքում միշտ հարցնում են ով հաղթեց այնուամենայնիվ, Իսրայելը պարտվեց, Իսրայելը շարունակում եմ կրկնել, Իսրայելը գնում է Երուսաղեմի թագավորության ճանապարհով, ինքնաոչնչացման ճանապարհով, ինքը չի դիմանալու սրան։ Իսրայելը չի դիմանալու։ 1967 թվականի սահմանը նշանակում է, որ արևմտյան ափից, որը Պաղեստինն է, մինչև միջերկրական ծով, այսինքն մինչև ծովի ափ 14 կիլոմետր։ Դա ամենանեղ Սյունիքի տեղից 2.5 անգամ պակաս է։ Իսրայելը ոչնչացնելու է ինքը իրեն, ոչ մեկ ոչինչ չի անելու։ Ինքը իրեն ոչնչացնելու է։ Որովհետև այս պահին արդեն ունենալով 2 տարվա պատերազմ 23 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև հիմա, փաստացի 2 տարի պատերազմի մեջ ամբողջական ոչ մի մոբիլիզացված չի վերադարձել ընթացքում, իրանք ավելին ամեն անգամ հավաքել են պատերազմից հոգնածություն, անհասկանալի նպատակներ, արդյունքները գոյություն չունեն, արդյունքները ավելի վատն են, քան մինչև հոկտեմբերի 7-ն էր, որովհետև հոկտեմբերի 7-ին 23 թվականի եւ չմոռանանք իհարկե, որ կարող աշխարհի համար դա տենց մութ է, բայց նույն Իսրայելում բոլորը գիտեն, որ Համասը ստեղծվել է Նետանյահուի կողմից Ֆաթհի դեմ, այսինքն Արաֆատի կուսակցության դեմ, հատուկ ֆինանսավորվել է, հատուկ ստեղծվել է եւ առաջի տարիներին սերտ համագործակցություն եղել։ Այսինքն իրենք ստեղծել են, իրենք իրենց գլխին վերել են այդ քաղաքը։ Հոկտեմբերի 7-ին ինչ որ կատարվեց, պարզ է, դրան գնահատական տալը անհրաժեշտ է, դա ահաբեկչական ակտ էր եւ այդ ահաբեկչական ակտի սկիզբը, ընթացքը եւ արդյունքները ամբողջությամբ հանցանք են եւ ոչ մի գործողություն հոկտեմբերի 7-ի սկզբից մինչև պետք անպատիժ չպետք է չմնա, բայց գիտեք ոնց էթնիկ խմբի անդամներին պատժել այդ էթնիկ խմբի չափածուցված անդամների գործողությունների համար
առավել եւս կանանց երեխաների հիվանդանոցներ կամ համալսարաններ տրակացնելով, դա ռազմական հանցագործություն է։ Դա այն է, ինչ որ ցեղասպանություն է, ասենք, չգիտեմ, դա նույնն է, ինչ որ դու, չգիտեմ, ինչ որ մի ազգի ներկայացուցիչ քեզ վիրավորի, դու գնաս այդ ազգի ներկայացուցիչ որ երեխայի բռնես, մորթես լրիվ ուրիշ երկրում, լրիվ ուրիշ տեղ, լրիվ անհասկանալի պայմաններով։ Սա անթույլատրելի գործողություն է։ Եվ մեծ հաշվով հիմա բանակը ինչ վիճակում, ասենք մոբիլիզացիա, բանակ դուրս են բանանալու, դուրս են գալիս։ Ես օրինակ երբեք Տակեր Կարլսոնի բանը չեմ եղել, հա, կողմնակիցը կամ ֆանատես, վերջերս Տակեր Կարլսոնի ինչ որ մի բան ընկավ աչքովս։ Պոդքաստ է, մարդը խոսում է։ Մարդը խոսում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարաբերությունների մասին։ Մարդը արտահայտում է մագաների, այսինքն Տրամփի ամենակուռ հողաջակիցների կարծիքը։ YouTube-ում կարող եք նայել մեծ հաշվով, այնտեղ խնդրեմ չկա, ինքնից անգլերեն է, բայց եթե շատ ֆրանսերեն գիտեք, բան տակից սուբտիտրներ կան, կարող եք նայել։ Ինքը ուղղակի ամբողջ ապացուցողական այդ բանը թե ֆորմալ տրամաբանության եւ փաստերը ձեռքում ապացուցում է, որ Իսրայելը Ամերիկայի համար վնաս է, վտանգ է եւ սխալ է գործում եւ ԱՄՆ-ն չպետք է աջակցի Իսրայելին։ Հիմա այս ամբողջ պատմության մեջ կորցնելով ԱՄՆ-ի այդ կոնսերվատիվ բանի աջակցությունը, այսինքն Տրամփի հիմնական ընտրական բան զանգվածի, ոնց է պատրաստվում Իսրայելը տակից դուրս գալ։ Ես չգիտեմ։ Այսինքն օքեյ, Տրամփը եւ խաղաղությունը Իսրայելում ոչ մի կապ չունեն։ Իսրայելը հոգնել է, Իսրայելը չի կարողացել հասնել ոչ մի նպատակի 2 տարվա մեջ։ Հութիները Եմենում շարունակում են գործել, հա, օքեյ, մի քանի օդանավակայան է ստրակացրել, իրանք ընդեղ են։ Ինչ չես կարող անես։ Համասը շարունակում է գործել, իրանք են ասում, որ շարունակում է գործել։ Հեզբալան շարունակում է գործել, չնայած պեյջերներով ինչ որ վերնախավտրակացրեցիք, ավելի վատ եղավ։ Նրանք, ովքեր պատրաստ էին բանակցությունների, այսինքն Նասրալան պատրաստ էր բանակցություններ վերացրեցիք։ Կատարի հետ հարաբերությունները փչացա, որովհետև Կատարը բռնեցիք, տրակացրեցիք շենքը, քաղաքացիական շենք եք տրակացրել։ Իրանին ռմբակոծել եք, ոչ մի արդյունքների չեք ստացել, ձեր իսկ ասելով ռմբակոծել եք, բայց շարունակում եք պնդել, որ միջուկային ծրագիրը կա, ուրեմն արդյունքի չի հասել։ Ուրեմն Իսրայելը եւ ԱՄՆ-ն 12 օր ռմբակոծելով եւ ամեն օր հայտարարելով, որ իրենք իրենց նպատակներին հասել են, 15-րդ օրը Իրանը դեռ շարունակում է հարստացնել, ուրեմն դուք ոչինչի չեք ասել։ Իսրայելը ասում եք պարտվել է, նշանակում է Միացյալ Նահանգների դիրքերն են թույլ եղել։ Միանշանակ։ Իսրայելին պաշտպանողը Միացյալ Նահանգներն են։ Մենակ Միացյալ Նահանգները։ Եվ մի հարց էլ Պաղեստինի որպես պետության հռչակման հարցը չի հանվել, ճիշտ է օրակարգից։ Պաղեստինը արդեն անկախ պետություն որպես այդպեսին ճանաչվել է։ Այո։ 1967 թվականի սահմաններում։ Որպես պետականություն ճանաչում, ինչ որ Մենակ Նետանյահուն է ասում, որ չի լինի։ Այո, Նետանյահուի ծրագիրը, որպեսի այդ հարցը դուրս գա օրակարգից, դա ոչ միայն օրակարգում է, այլ նաև ավելի հաստատուն է, այսինքն Այո, ամբողջությամբ Տրամփի իշխանության գալը եւ ԱՄՆ-ի միջազգային հարաբերություններում վարկանիշի գահավիժումը համընկան եւ ուղիղ կապի մեջ են։ Ապացույցներ չկան, բայց արտաքին, սենց ապացույցներ կան, ոչ մի հարցում չի անում, հա, որ ասեմ, այս հարցումների արդյունքներով չկա տենց, որ ասեն, ինձ վարկան։ Բայց մենք տեսնում ենք, որ չի աճում ամեն դեպքում, ես տեսնում եմ, որ նվազում է։